300,000 ադրբեջանցիները ի վերջո գալու են, թե չէ։ Երեք Հայաստանի դե ֆակտո վարչապետը հերթական անգամ ազգային ժողովի անվանից հավաստիացնում էր Հայաստանի բնակչությանը, որ չէ։ Դե բայց դա հաշիվ չի, ինչպես ասում էինք մեր մանկական խաղերի ժամանակ բակային։ Որպեսզի դա հաշիվ լինի, դա պետք է ասվի համապատասխան ձևով։ Հուշեմ 3 ձև, որը անելու դեպքում իր խոսքերը կարան քիչ թե շատ արժանահավատ թվան։ Նախ ինքը դա պետք է ասի ոչ թե Հայաստանի բնակչությանը, այլ պետք է ասի այն մարդկանց, ովքեր որ պնդում են, որ դա լինելու է, որ այդ մարդիկ գալու են։ Օրինակ, անցած տարվա մայիսի 21-ին Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները երբ եւ ինչ պայմաններով են վերադառնալու իրենց հայրենի ծննդավայրեր։ Այս բնականաբար ուղիղ մեջբերում է իրենց բառերով։ Կամ Էրդողանը 2021 թվականի ապրիլի 26-ին ասել է, որ շատ կներեք, բայց այն ինչ որ այսօր Հայաստան պետությունն է, այդ տարածքը ընդամենը շատ չէ, 100 տարի առաջ 80%-ով բնակեցված էր մուսուլմաններով, իսկ այդ մարդիկ չկան։ Հիմա ձև առաջին, պետք է հստակ պատասխան տալ Ալիևին։ Մարդը մի տարի սպասում է, հայտարարել, որ Ալիև ջան, պաշտոնապես ասում եմ, որ այդ մարդիկ հետ չեն գալու։ Որտեղ Ալիևը սպասում է։ Սա մենք սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը բանակցությունների մեջ մտնի արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ։ Պետք է պատասխանել, չէ՞։ Ու ինքը դա հրապարակային է ասել։ Փակ բանակցային սեղանի շուրջ չի ասել։ Նույնը Էրդողանը, քալ երկրորդ։ Հաջորդ անգամ Էրդողանի, իսկ ավելի ճիշտ Էրդողանի գրքի հետ գրկախառնվելու փոխարեն կարա ասի Էրդողանն ապրասկենա, այդպես բաներ մի ասա։ Մենք դա համարում ենք միջամտություն մեր ներքին գործերին, մեր ինքնիշխանության ոտնահարում։ Քեզ ինչ Հայաստանի բնակչությունը քանի տոկոս է։ Եվ ամենակարևորը, քան երրորդ, քանի որ Հայաստանի դե ֆակտո վարչապետը սիրում է հայելային բաներ, այդ իր սիրած բառակապակցությունն է։ Ես առաջարկում հայելային մեթոդ։ 1922 թվականին խորհրդային Ադրբեջանը ընդունեց որոշում, արգելելով Նախիջևանի հանրապետության տարածքում բնակչության վերաբնակեցումները, որպես հիմնավորում բերելով, որ Նախիջևանը սակավահող երկրամաս է, հետևաբար զանգվածային վերաբնակեցումները այնտեղ արգելվում են։ Հիմա այս առաջարկում հայելային մեխանիզմ, ընդունել օրենք, դա համադրական մեծամասնությունն է, չէ՞ խորհրդարանում, հենց հին խորհրդարանն է, թող ընդունեն օրենք, արգելելով Հայաստանի տարածքում զանգվածային վերաբնակեցումներ, որտեղ Հայաստանը տեղից էլ սակավահող երկիր է։ Այսա կլինի հայելային մեթոդ, այսա կլինի համոզիչ, որ իրոք այդ մարդիկ չեն գալիս։ Այսա կլինի ադրբեջանցիների իրավունքների սահմանափակում հանուն հայկական շահերի, բայց մենք տերում ենք, որ հայերի իրավունքներն են սահմանափակում։ Այսօր իրանք խորհրդարանում ուզում են օրինագիծ ընդունել, որ վերջի 6 ամսում Հայաստանում չբնակված մարդիկ հետ այսօ քվեարկելու իրավունք չունենան։ Բայց եթե հայերի իրավունքներն են սահմանափակում, մարդիկ կարան չէ հիմնավոր կասկած ունենան, որ ուրեմն ադրբեջանցիներին են ուզում շատացնես, բա հակառակն արա։ Այդ դեպքում ասածը համոզիչ կլինի։ Իսկ քանի որ դրանք չկան, եւ եթե սարկազմը մի քիչ մի կողմ դնենք չեն լինելու, բնականաբար 300,000 ադրբեջանցիների դեպի Հայաստան դեմոգրաֆիկ արշավանքը շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ օրակարգում եւ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները դրան դիմադարձելու համար ոչինչ չեն անում, որովհետեւ չունեն դրա քաղաքական կամքն ու ցանկությունը։ Իսկ բոլոր այն մարդիկ, որոնք զգուշացնում են այս վտանգի մասին, իրենք իրականում փորձում են օգտակար լինել հայրենիքին, փորձում են մարդկանց իրազեկել եկող վտանգի մասին։ Իսկ ովքեր որ ծածկադմփոց են անում, հանգստացնում են, որ հանգիստ եղեք նման բան չկա, իրանք վատություն են անում հայրենիքին, որտեղ իրանք եկող վտանգի հանդեպ բթացնում են մարդկանց գոնությունը։